Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, սկսեմ ձեր հարցին պատասխանելուց, ոչ վերջին շրջանում մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, պարոն Գեգամ Նազարյանն է միայն, որը ընդգրկված չէ մեր խմբակցությունում եւ մասնակցել է հանձնաժողովի աշխատանքներին, մյուսները առհասարակ չեն եկել։ Պատիվ ունեմ խմբակցությանը անկախ падգամավոր է, ընդդիմադիր падգամավոր։ Ասացի մեր խմբակցությունում չընդգրկված падգամավորներից միայն Գեգամ Նազարյանն է, որ մասնակցել է մեր հանձնաժողովի աշխատանքներին։ Պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչը մեր հանձնաժողովում երբևէ չի մասնակցել մեր հանձնաժողովի նիստերին, բացառությամբ մեկ նիստի, երբ իրենք զեկուցվող նախագիծ ունեին եւ պետք է քվեարկեր իրենց նախագծին, մյուս դեպքերում երբեք չի մասնակցել։ Հայաստան խմբակցության падգամավորները մասնակցում էին ժամանակին որոշակի բաց թողումներով իհարկե, բայց հիմնականում մասնակցում էին, վերջին շրջանում չեն մասնակցել։ Բայց չմոռանանք ինչի համար եմ ես մոտեցել ամբյանին եւ ասեմ հարգելի գործընկերներ, քննարկվող նախագիծը քննարկվել է ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ըստ էության դրա բոլոր մանրամասները նախագծի հիմնական զեկուցողը ներկայացրեց եւ ես չեմ կրկնվի, հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն նախագիծը եւ ես նույնպես կոչ եմ անում քվեարկության ժամանակ կողմ քվեարկել այս նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Ռուբեն Ռուբինյան, Տիկին Ջուլհակյան, մի հարց էլ տամ, օրինակ ձեր հանձնաժողովի անդամ ընդդիմադիր գործընկերները, որ չեն մասնակցում, գուցե ձեզ են հայտնում, այսինքն իրանք ինչ պատճառով չեն մասնակցում, գուցե քաղաքական բոյկոտ են անում, ինչ եմ հարցնում, որտեղ լիագումարի վերաբերյալ ոչ մի բան մեզ հայտնի չի, օրինակ, եթե հայտարարած լինեին, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները, կասենք շատ լավ, քաղաքական բոյկոտ է, կամ ասենք ոտներս ենք ջարդել, չգիտեմ, նեղացել ենք, գոնե կիմանայինք։ Հիմա հարցնում եմ, գուցե ձեր հանձնաժողովի բացակայության բացատրություն կա, խնդրեմ պատասխանեք։ Նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ բացակայությունների ժամանակ, մասնավորապես պարոն Մինասյանը զանգել եւ տեղեկացրել է, որ ի վիճակի չլինելու մասնակցել հանձնաժողովներին, բայց այս վերջին շրջանում, որ ասացի, չեն գալիս լիագումար նիստերին զուգահեռ չեն մասնակցում, որովհետև կերպ չեն զգուշացրել։ Ես ինքս փորձում եմ հասկանալ իհարկե ինչով է պայմանավորված նրանց բացակայությունը, կարծում եմ եղանակային պատճառներով, կարծում եմ շոկ է եւ չեն ցանկանում աշխատել պարզապես։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, բայց պետք է ասեմ, որ սա աբսուրդ է, էլի, փաստորեն Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհում միակ երկիրն է, որտեղ падգամավորների մի մասը գործից փախել են։ Սա ուրիշ անուն չի, հնարավոր չի տալ։ Քաղաքական բոյկոտ չի, չեն հայտարարել որևէ քաղաքական պատճառ, թե ինչի չեն գալիս գործի, չեն գալիս գործի։ Ու այս այն մարդիկ են, որ ասում են մենք պետք է վերցնենք մանդատները եւ օր ու արև չտանք իշխանությանը։ Ես կարծում եմ, այս նոր գումարման ազգային ժողովում, ես կարծում եմ, որ եթե իրանք պատրաստում են սենց լինել, ավելի լավ է չգան եւ չվատնեն բյուջեի փողերը։ Իրանք արժանի չեն այն աշխատավարձին, որը ստանում են։ Շնորհակալություն, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Իդեպ տեղեկացնեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, որ եթե իմ հնչեցրած հարցերին ունեն պատասխան, հրավիրում եմ դահլիճ իրենց աշխատավայր։ Հերթագրված падգամավորներ չկան, Տիկին Ջուլհակյան, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, ոչ։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին, այս առումով էլ կխնդրեմ ուշադրություն, միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենյամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության եւ կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով, 2 տարվա ընթացքում 250 միլիոն դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար։ Քիչ անց ես կներկայացնեմ նաեւ ով է եղել Բենյամին Ղալեչյանը։
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քառակուսի հողատարածքը եւ դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից։ Վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է այն ժամանակ գործող ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը։ 2024 թվականի հունվարի 5-ին պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է քննչական կոմիտեին։ 2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակելը կրկին հանձնարարվել է քննչական կոմիտեին։ Նախնշեմ, թե ինչու են այս երեք վարույթները նախաձեռնվել, գիտեք, քրեական դատավարության օրենսգրքով յուրաքանչյուր նոր հայտնաբերված փաստ, որով հետագայում քրեական հետապնդում է հարուցվում, անպայման պետք է նախաձեռնված քրեական վարույթ ունենա, այսինքն այն փաստը, որի շուրջ քննություն է իրականացվում, պետք է իրականացվի վարույթի շրջանակներում, եւ դա է պատճառը, որ հետագայում տարբեր հոդվածներով վարույթները նախաձեռնվել են եւ միացվել են հիմնական վարույթին։ 2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակելը կրկին հանձնարարվել է քննչական կոմիտեին եւ այս վարույթը եւս միացվել է մայր քրեական վարույթին։ 2025 թվականի հունիսի 9-ին մայր քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով եւ 314 պրիմ 3 հոդվածի 2-րդ մասով բոլոր հոդվածներն իրենց բացվածքներով ներկայացված են միջնորդագրում եւ ձեր ձեռքի տակ են։ Այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը 2010-15 թվականների ընթացքում զավթել առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իր ենթակա Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին եւ այլ անձանց Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների եւ դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել եւ ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։ Նշված տարածքի եւ այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-16 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը Պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։